Կարև բոլորին ու բարի գալուստ աղջիկություն պոդկաստ։ Հույս ունեմ մեր էպիզոդները կարոտել էիք, վաղուց էպիզոդ նոր դուրս չեր եկել, որովհետև չգիտես ինչի ես չէի զգում, ինչի մասին նկարեմ, բայց մի քիչ առաջ ինձ սենց մի հատ ոգեշնչում եկավ, ու ես որոշեցի նստել ու շատ իմպրոմպտու գրել այսօրվա սկրիպտը։ Հույս ունեմ թեման կհետաքրքրի, այսօր աղջիկության եթերում քննարկելու ենք ինքնակոչի համախտանիշը։ Գիտեմ, թեման ծանված է, քամված է, արդեն երևի նույնիսկ լուծված, բայց միևնույն է շատ մարդիկ ստիպված են անցնել դրա միջով, ներառյալ ինձ, քանի որ երկար տարիներ ես էլ եմ փորձել հասկանալ, թե ինչ ինձ հետ այն չէ, ու երևի վերջին 4 տարիների ընթացքում հասկացա, որ ինքնակոչի համախտանիշն էր, բարեհաջող կամ գոնե մեծամասամբ ազատվեցի այդ զզվանքից, ոմանք կարողանում են հաղթահարել, ոմանք ոչ, ոմանք նույնիսկ չեն ունեցել դա, եթե այդպես է, ապա ես շնորհավորում եմ ձեզ, դուք շատ երջանիկ մարդ եք, բայց ինչևիցե որոշեցի այսօր բարձրաձայնել այս թեման, որովհետև շատ աղջիկներ այսօր ունեն այդ անտերից ու շատ կարևոր է, որ հայկական ալիքներում խոսեն ու բարձրաձայնեն այս թեմայի մասին, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ կարողանան հասկանալ ինչպես հաղթահարել են։ Իսկ ես հիշեցնեմ, որ աղջիկություն պոդկասթի շրջանակներում մենք խոսում ենք մեզ տանջող բոլոր աղջիկական թեմաներից, Միսթր Դարսից մինչև կվանտային ֆիզիկան, մենք քննարկում ենք մեզ տանջող հարցերը, կիսվում ենք անձնական փորձով, մեր ալիքը դեռ շատ փոքր է ու յուրաքանչյուր աջակցություն չափազանց կարևոր է մեզ համար ու ես շատ շնորհակալ կլինեմ, եթե բաժանորդագրվեք, լայքեք, կիսվեք ձեր ընկերների, ծանոթների, բարեկամների, տատիկների, պապիկների հետ, որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան աղջիկության մասին։ Սկսեցինք։ Գլուխ 1. Ինչու հենց դու ունես ինքնակոչի համախտանիշ։ Եթե դուք շատ միամիտ այն մարդկանցից եք, ովքեր երբեք սրա մասին չեն լսել, ապա նորից ես շնորհավորում եմ ձեզ, խնդրում եմ անջատեք այս վիդեոն, գնացեք ապրեք ձեր սովորական նորմալ կյանքով, մի լսեք այս պոդքասթը, իսկ եթե դուք արդեն շատ անգամներ փորձել եք գուգլել այս տերմինը, հասկանալ ինչ անել, որպեսզի լուծեք այս խնդիրը, ուրեմն եկեք հասկանանք, թե որտեղից է այս ամեն ինչը սկսվել, որտեղից է առաջացել համախտանիշը ու ինչի մասին է։ Ես չգիտեի, որ այս համախտանիշը առաջին անգամ որպես հոգեբանական երևույթ նկարագրվել է դեռ 1970-ականներին ու ինքը բնորոշվում է ասենց ներքին կասկածով, ձեռքբերումների արժեզրկմամբ ու մշտական վախով, որ մի օր կբացահայտեն, թե դու իրականում ով ես, որ դու այդքան էլ արժանի չես, օրինակ քո դիրքին կամ այն բոլոր հաջողություններին, որոնք դու քո կյանքում ձեռք ես բերել։ Ամենահետաքրքիրը այն է, որ այս զգացողությունը շատ հաճախ ունենում ենք հենց մենք աղջիկներս, հատկապես այն աղջիկները, որոնք ցանկանում են սենց բարձր արդյունքների հասնել, իրականում հասնում են տվյալ բարձր արդյունքների, բայց միևնույն ժամանակ իրենց արժեզրկում են։ Որքան ավելի ենք մենք բարձրանում որպես աղջիկ մեր հասարակության մեջ, այնքան ավելի ուժեղ է կարողանում դառնալ մեր ներսի քննադատը, որովհետև բարձրությունը նշանակում է տեսանելիություն, իսկ տեսանելիությունը որոշ չափով բերում է խոցելիության կամ ինչ-որ ձև մեր ուղեղում է դիտարկվում որպես խոցելիություն ու քո մոտ սկսվում է որոշակի կասկած։ Մենք աղջիկները շատ հաճախ ապրում ենք ահավոր բարդ սպասելիքներով ու ինքս մեր հանդեպ դրած որոշակի նպատակներով ու սպասելիքներով հաջողության մասին դա լինի կամ չգիտեմ անձնական կյանքում ինչ-որ հաջողությունների հասնելու այս թեմայի մասին արդեն էպիզոդ 2-ում խոսել ենք, եթե հետաքրքրի անպայման լսեք ու ինքնակոչի համախտանիշ ունեցող աղջիկները շատ հաճախ սենց դրսից փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ կարծես թե լավ է, ամեն ինչ կատարել է, իդեալական է, դու ոնց որ սովորում ես, աշխատում ես, առաջ ես գնում, մարդիկ քեզ անընդհատ ասում են, վայ ապրես դու, բայց ցավը տանեմ, հպարտեմ քեզնով, դու շատ լավ ես ամեն ինչ անում, դու միշտ ամեն ինչ խզարում ես, բայց իրանց այս ներսում ծնվում է մի հատ ձայն, որ սենց անընդհատ ականջի մեջ շշնջում է, որ եթե իմանային դու իրականում ով ես, ապա սենց բաներ չէին ասի, որովհետև դու այդքան լավ չես ու вообще դու բոլորին խաբում ես։ Հիմա վերադառնանք հարցին, ինչու հենց դու ունես ինքնակոչի համախտանիշ։ Կարճ ասեմ, որովհետև դու հավատում ես դրան։ Ու այդ իսկականից սենց հեշտ է։ Ուղղակի մենք ենք ինչպես միշտ ամեն ինչ բարդացնում ու փորձում ենք
գտնել որոշակի տրամաբանություն։ Տրամաբանություն լոգիկա գոյություն չունի, պետք է մոռանալ ինձ թվում է այդ տերմինը, ու ընդհանրապես ինչի ես այսօր որոշեցի այս վիդեոն, այս ոդկասթը նկարել, որովհետև լսել էի Գաբոր Մոտեի տեսանյութերից մեկը, աչքովս ընկավ, շատ զարմանալի էր, ես չէի մտածել դրա շուրջ, ինքը շատ ճիշտ բացատրում է, որ ինքնակոչի համախտանիշը մի հատ զգացմունք չի, այդ ուղղակի հավատ է, ներքին պարադիգմ, որը դու ինքդ ես ստեղծել։ Ու կա պատճառ, ինչի դու ունես այդ հավատը, ինչի է քո մոտ դա ծնվել։ Այս ամեն ինչը կապված է այն փաստի հետ, որ երբ դու երեխա էիր, դու իրական չէիր կարողանում լինել, որոշ դեպքերում դու ձևացրել ես ինչ-որ բան, այդ շատ բարդ է զգացմունքից ազատվելը, բայց փոքր ժամանակ դու որոշակի ֆանտազիաներով փորձել ես փակել որոշակի բարդություններ, ու այս ամեն ինչը բերել է այն զգացմունքին, որ տենց էլ պետքա լիներ, դու ինքդ քո ներսում ստեղծել ես այդ հավատը։ Բայց ինչպես հաղթահարես դա, Գաբոր Մոտեն խորհուրդ է տալիս, որ փորձենք ավելի բարի լինել այդ փոքրիկ երեխայի նկատմամբ, որոշ չափով հասկանալ ինչումն էր այդ խնդիրը, որ ինչ-որ բան փորձել ես թաքցնել եւ այլն, ու չնայած այս զգացմունքը շատ դժվար է սպանել, բայց սեփական հավատը փոխելը բավականին հնարավոր է։ Դրա համար, երբ որ դու հասկանաս, որ ինքնակոչի համախտանիշը իրականում հավատ է, շատ հեշտ կլինի նաեւ ու հնարավոր կլինի քո սեփական հավատը փոխելը։ Գլուխ 2. Անցումային փուլերը քո ուժն են։ Այսօր աղջիկները շատ փորձառությունների միջով են անցնում ու երբեմն ինձ նույնիսկ թվում է, որ մենք վերածվում ենք ինչ-որ կիբերգների կամ սուպեր կանանց, ինչ-որ հզոր արարածների, որոնց sense միշտ կոմիքսներում էին նկարագրում, բայց այսօր արի ու տես, որ այդ ամեն ինչը թափվել է մեր գլխին ու մենք փորձում ենք այս ամեն ինչի տակից դուրս գանք։ Ամեն ինչ հասցնել, պրոդուկտիվ լինել, իդեալական լինել, կառուցել կարիերա, լինել հաջողակ, բայց միևնույն ժամանակ կասկածել քո սեփական կարողությունների վրա։ Այս շատ կանացի բան է։ Մի անգամ այստեղ համալսարանում, որտեղ սովորում եմ, Մյունխենում մի տղա պատմեց, որ ուհա, ես հասկացել եմ, որ տղամարդիկ չունեն այդքան ինքնակոչի համախտանիշ, որքան կանայք։ Այս տղեն սովորում է էկոնոմիկա, Betriebswirtschaftslehre ու ինքը գնացել է այստեղ շատ հայտնի insurance company-ներ, ոնց որ հարցազրույցներ է արել, ու որ պատկերացնեք ինքը այնքան թքած ուներ եւ այնքան վստահ էր իր ուժերի վրա ու ընդհանրապես չէր կասկածում, որ ինքը հարցազրույց վարողի հետ հաջորդ օրը գնում է նաեւ ռեստորան ինչ որ բան նշելու։ Այս ամեն ինչը ինձ բերում է այն փաստին, որ այս անցումային փուլերը մենք կանայինք ավելի բարդ ենք տանում, քան տղամարդիկ։ Տղամարդիկ մի տեսակ այս ամեն ինչը կարողանում են մարսել, օգտագործել սեփական եսի, սեփական կարիերայի աճի համար, իսկ մենք այս ամեն ինչի վրա տուպը տանջվում ենք։ Եկեք մի հատ շատ կարևոր բան խոստովանենք, շատ դեպքերում ինքնակոչի համախտանիշը քայլում է ձեռքի տված մեր պերֆեկցիոնիզմի հետ։ Եթե դուք պերֆեկցիոնիզմ եք հետնել ունեք այս ամեն ինչ, ուրեմն դուք вообще բոմբ եք։ Ես չգիտեմ դուք ոնց եք գոյատևում։ Ու պերֆեկցիոնիզմը դա ամենազզվելի բանն է, երբ դու ներսում վստահ ես, որ արժանի ես քո տեղին, սկսում ես փորձել ապացուցել հակառակը, անընդհատ ցույց տալ, որ դու կարաս ամեն ինչ ավելի իդեալական անես, ինչը իրականում հիմարություն է։ Ու այս ամենահաճախ դու անում ես այս մի ձևով, փորձում ես լինել կատարյալ, ու կատարյալ։ Ու դու սկսում ես աշխատել ավելի կրկնակի, եռակի ուժով, ամեն մանրուք ստուգում ես 100 անգամ, չնայած դու գիտես, որ դա արդեն դու արել ես, ու դու չես նաև հրապարակում, ինչև ամեն ինչ իդեալական չլինի, օրինակ, եթե, չգիտեմ, այս իմ ոդկասթը իդեալական չլինի, ես ես չեմ գցի YouTube, չնայած այդ հիմարությունն է, այն մարդիկ, ովքեր այս կհավանեն, տուպը կհավանեն, իսկ ովքեր չեն հավանի, ու նաև կապված է նրա հետ, որ այս ինքնակոչի սինդրոմը որոշ դեպքերում չի թողնում, որ դու նոր բաներ սկսես, որովհետև դու քեզ անընդհատ պատրաստ չես զգում, ու հենց այդ կատարելության, պերֆեկցիոնիզմի հանդեպ ունեցած վախն է, այս ամեն ինչի խնդիրը։ Ու պետք է հիշել, որ պերֆեկցիոնիզմը քեզ չի դարձնում ավելի լավը,
հակառակը ինքը քեզ հոգնեցնելու է ու այս շրջանները, որ դու ունենալու ես քո կյանքում, լինի դա նոր քաղաք, նոր կյանք, ինչ որ նոր հարաբերություններ, այս ամեն ինչը դու անընդհատ կապելու ես այս սինդրոմների համախտանիշի հետ ու ավելի ես գժվելու։ Ու շատ հաճախ ես նկատել եմ, որ երբ որ չգիտեմ, օրինակ նոր քաղաք ես տեղափոխվում կամ ինչ որ նոր բան ես ուզում սկսես, ինչքան քիչ մտածես արդյունքների մասին, այդքան ավելի հեշտ է ամեն ինչ ստացվում, որովհետև ամեն ինչ վերջում մեկը ստացվելու է։ Ինչքան շատ ակնկալիքներ դու ունենաս, այդքան ավելի շատ է լինելու հիասթափությունը, եթե անկեղծ, որովհետև այդ մի տեսակ sense obsession-ի է բերում, իսկ obsession-ները այդքան էլ լավ բան չէ։ Կա նաև շատ sense մի հատ հետաքրքիր երևույթ, մենք մեր հաջողությունները շատ հաճախ վերագրում ենք արտաքին գործոններին, օրինակ բախտին, ճիշտ բային ճիշտ տեղում լինելուն, ուրիշների աջակցությանը, ու հատկապես դա աղջիկներն են անում, տղաները ընդհանրապես թքած ունեն։ Ու մեր դժվարությունները մենք վերագրում ենք հենց մեզ, վատն էլ այդ, այսինքն եթե ինչ-որ բան վատ է ստացվել, ուրեմն դու ես մեղավոր, իսկ եթե ինչ-որ բան լավ ստացվեց, ուրեմն հա դե ուղղակի ստացվեց, ես ոչ մի էներգիա, ոչ մի ուժ դրա մեջ չեմ դրել, ուղղակի ստացվեց։ Ու որ վատ բաներ են լինում, մենք շատ հաճախ sense տիպը տեսա, իրականում ես այդքան էլ լավը չէ, sense էլ պետք է լիներ, ես անհաջողակ եմ, ես sense եմ, նենց եմ, ու մեծ խորհուրդ, ձեզ վատ բաներ մի ասեք։ Ոնց որ կասեր իմ բաբուլյան, բաբուշկա, привет, люби не себя в искусстве, а искусство в себе. Ես սա շատ վաղուց ասում եմ ինձ ամեն առավոտ ու այս ինձ շատ օգնում է։ Երբեք մի ասեք ձեզ վատ բառեր, երբեք մի նույնիսկ ինքնակոչի համախտանիշը մի անվանեք դա ինքնակոչի համախտանիշ, այլ ուղղակի ասեք, դե հա, մի քիչ կասկածներ ունեմ։ Միշտ եղեք, սիրեք ձեզ, այդ շատ կարևոր է։ Մի քիչ խառը ստացվեց այս գլուխը, բայց ես սենց զգացի։ Anyway, կարծում եմ այս մասը դες դուր եկավ։ Գլուխ 3. Արժանի լինելը։ Վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը արդեն գոնե մեկ անգամ ինքն իրեն հարց է տվել, արդյոք ես արժանի եմ։ Այո։ Կկրկնեմ 167 անգամ։ Այո։ Ինչ է ընդհանրապես նշանակում արժանի լինել։ Ով է սահմանել այդ չափանիշը։ Ինչի դու պետք է լսես բեղավոր պապիկներին, ովքեր ինչ-որ փիլիսոփայական բաներ էին գրում։ Մի լսեք նրանց, նրանք վաղուց մեռել են։ Որտեղ է գրված, որ դու պետք է լինես կատարյալ, անսխալ, միշտ վստահ լինես, միշտ պատրաստ լինես եւ այլն։ Արդյոք մենք պետք է լինենք կատարյալ, որպեսզի իրավունք ունենանք զբաղեցնելու մեր տեղ այս հասարակության մեջ։ Իհարկե ոչ։ Ու շատ հաճախ ես ինձ հարց էի տալիս. աճը հենց սխալների վրա է, անհարմարության վրա է ու սովորելու գործընթացի վրա է, թե հակառակ ուղղակի արժանի լինելու վրա է։ Մենք այնքան ենք կապում արժանի լինելը արդյունքների հետ, որ մենք մոռացել ենք ուղղակի գործընթացի մասին։ Դու արդեն արժանի ես, այն փաստը, որ դու ծնվել ես, որ դու ապրում ես, որ դու գոյատևում ես մի աշխարհում, որտեղ կարա ամեն վարքյան սկսի 3-րդ համաշխարհային պատերազմը, ջիգար, շարունակի ապրել, դու ուղղակի արժանի ես։ Ու իրականում իրավունքը գալիս է նրանից, որ դու մարդ ես ու դու փորձում ես, դու աշխատում ես, դու սովորում ես ու դու թույլ ես տալիս քեզ լինել ոչ իդեալական, բայց արժանի ամեն ինչին։ Այս դեպքում դու նաև ազատվում ես այդ բացահայտվելու վախից։ Ինչը ընդհանրապես նշանակում բացահայտվել։ Ապրիր նենց, ոնց որ դու կաս։ Ցույց տուր քո զգացմունքները, եթե քեզ ինչ-որ բան դուր չի գալիս, մի արա այդ։ Որովհետև բացահայտելու ոչինչ չկա, դու արդեն այնպիսին ես, ինչպիսին դու կաս, չկա ինչ-որ սուտ, չկա ինչ-որ գաղտնիք, որը մի օր պետք է երևար, կա միայն մարդը, այսինքն դու, որը աճում է, ու կա միայն քո ճանապարհը, ու ճանապարհին լինելը արդեն իսկ արժանի լինելու ապացույց է։ Շատ հաճախ այս խնդիրը ինքնակոչի համախտանիշի խնդիրը հենց շատ խորը ոչ արժանի լինելու մեջ էլ է։ Դու անընդհատ գցում ես քո հաջողությունը ինչ-որ արտաքին ազդակների վրա, արտաքին ուժերի վրա, ուղղակի որովհետև դու չես հավատում, որ դու արժանի ես։ Հիշենք նաև առաջին գլուխը, դու պետք է փոխես հավատը։ Եթե դու փոխես քո ուղեղի պարադիգման, դու կփոխվես ինքդ, ու ես կարծում եմ այդ ամենաուժեղ բանն է, որ մարդիկ կարան անեն։ Գլուխ 4. Սեփական փորձ։
Այս հատվածում մեր ոդկասթի ուզում եմ խոսել մի քիչ իմ անձնական փորձի մասին, որովհետև ես շատ հայտնի գերազանցիկի սինդրոմով ու ինքնակոչի համախտանիշով մարդ եմ, բարև, ու երկար տարիներ ունեցել եմ այս համախտանիշից, չի ասի, որ սենց 100%-ով ազատվել եմ, բայց որոշ չափով կառավարում եմ այն զգացմունքները, որոնք իմ մեջ կան, այսինքն ես փորձում եմ փոխել այն հավատները, որոնք ես ունեմ ինքս իմ հանդեպ կամ աշխարհի հանդեպ, ինչ որ ձևով այդ օգնում է։ Շատ հաճախ ինձ թվում էր, որ իմ անձնական բոլոր հաջողությունները ուղղակի օդից են, իրենք միամիտ եկան կպան ինձ, ես ընդհանրապես ոչ մի բան չեմ արել ու լավը հələ ասեի, օրինակ Աստված օգնեց կամ դիեզերքը, չէ, ես այնքան դանդալոշ անջիկյար մարդ էի, որ ես մտածում էի, որ իմ մոտ սաղ միամիտ է լինում ու մի օր բոլորը կիմանան, որ իմ մոտ ամեն ինչ միամիտ է լինում ու ես կասկածում էի իմ սովորելու կամ իմ ինչ-որ ներդրում կատարելու կարողությունների վրա, ինձ թվում էր, որ ինչքան էլ ես սովորեմ, հա դե մեկա քիչ է, դա հերիք չի եւ այլն ու այս ամեն ինչը սենց խառնվում է օրինակ իմ 17-18 տարեկան Անահիտի ուղեղում ու այդ ամեն ինչից ազատվելը բավականին բարդ է, բայց մի ձև են, որ ասում է տակից դուրս եկանք։ Ինչևից է իմ մոտ բուկետիկ է, բայց ես հույս ունեմ ձեր մոտ բուկետիկներ չկան։ Ինչը ինձ օգնեց այդ հասկանալն է ու սիրել ինքս ինձ, վերջին տարիներին ես փորձում եմ ինքս ինձ սիրել ավելի շատ։ Ես հասկանում եմ, որ այդ աշխարհի ամենապարզ բանն է, որը մենք աղջիկներս շատ ենք բարդացնում, ոնց որ էդի ինչ որ Հոմերոսի գրած 700 էջանոց մի հատ ռաման լինի, որը մենք չենք էլ կարողանում վերջացնել։ Երբևիցե դուք մտածել եք, ինչ բարդ է ինքդ քեզ սիրելը։ Անշուշտ դուք փորձել եք, դուք ցախողվել եք, անընդհատ ինչ որ թերություններ եք տեսնում ձեր մեջ, բայց թերությունները սիրելն էլ է սիրել։ Փորձեք նաև այդ սպեկտրով նայել։ Ու իրականում հենց այդ է խնդիրը։ Մենք կարծում ենք, որ միամիտ է ամեն ինչ ստացվում, որ ֆանտազիա է այս ամեն ինչը, որ այս ամեն ինչը գոյություն չունի, like it's fairy dust, it's a woozy, it doesn't exist։ Բայց մենք չենք ուզում ընդունել, որ մենք ենք արել ամեն ինչ։ Որոշ դեպքերում, եթե դժվար է լինում, որոշ դեպքերում մենք ենք արել դա։ Ես ավելի հավատացյալ մարդ եմ, չգիտեմ դուք հավատում եք Աստծուն, դիեզերքին, ինչն էլ որ դուք հավատաք, որոշ դեպքերում դա էլ կարա օգնի։ Գոնե շիֆթը տարեք նրա վրա, որ ձեզ դիեզերքը օգնեց։ Բայց ինչն է ինձ նաև օգնում, հասկանալ, որ դիեզերքը, Աստված, կարման, այն ամեն ինչին դուք հավատում եք, քեզ տվել է ուժը ուղղակի ստեղծագործելու, պահի մեջ լինելու ու ինչ-որ հաջողության հասնելու։ Հեշտ կլինի, եթե ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք։ Գոհունակության տետր պահելը օրինակ, շատ հեշտ մեխանիզմ է, շատ հաճախ օգնում է։ Մի վախեցեք ընդունել, որովհետև վախենում են ձախողումից, իսկ դու ինքդ քեզնից չպետք է վախենաս, դու ինքդ քեզ պետք է սիրես։ Գլուխ 5. Ինչպես սպանել ինքնակոչին։ Վերցրեք ձեր ատրճանակը, գնում ենք։ Սկզբում ինձ թվում էր, որ դե հա, համախտանիշ բառը շատ էլ լավ նկարագրում է այս իրավիճակը։ Ես ընդհանուր այս ոդկասթի ամբողջ էպիզոդի ընթացքում խոսեցի ու օգտագործեցի հենց այդ բառը, բայց անկեղծ կլինեմ, որ այդ բառը այդքան էլ չի նկարագրում այն սպեկտրը, որ ուզում ես ցույց տալ։ Ու ես կարծում եմ, որ շատ սխալ է այդ բառը նույնիսկ օգտագործել, որովհետև ոնց որ sense մի հատ մենթալ ինչ որ հիվանդության մասին խոսանք, ինչ որ շատ վատ բան նկարագրենք, բայց չի կարելի, մենք հիվանդ չենք, աղջիկներ, դուք հիվանդ չեք։ Այդ TikTok-ից հիվանդանալը ավելի հեշտ է, եթե անկեղծ օրինակ զգացել եք վերջին շրջանում ձեր attention span-ը ոնց է կրճատվել, որ դուք օրինակ սովորական երկար վիդեոներ չեք կարող լսեք։ Դուք նույնիսկ մեկ-մեկ այս ոդկասթը կարող եք էսից անջատեք, մենակ այն պատճառով, որ ուղղակի չեք հասցնում։ Այդ հիվանդություն է, բայց ինքնակոչ կամ արժանի չլինել այդքան էլ հիվանդություն չի, դա ուղղակի խորը համոզմունք ու հավատք է։ Եթե ես կարողանայի արմատախիտ անել այդ ինքնակոչ չեղածին, ուրեմն ուղղակի կսահմանեի, որ սկզբնաղբյուրը ահավոր մեծ կասկածատենչ մարդն է, որը ձեր մեջ կա, ու այդ մենք խոսում ենք հենց այդ մարդու, այսինքն ձեր եսի մասին,
ոնց որ դու ինքդ քեզ համոզես, որ դու չես կարա իրականացնես այս կամ այն առաջադրանքը եւ այլն եւ այլն, ու գիտեք, օրինակ գիտեք, ես ալիքը սկսելուց ես չեմ կասկածել։ Բլին, ես ամեն վարքյան եմ կասկածում, երբեմն նույնիսկ չեմ հասկանում ինչ եմ անում։ Ուղղակի վիդեոն նկարում եմ, գցում եմ YouTube, ու հույս ունեմ ինչ-որ մեկին կօգնի։ Բայց ես դա ոչ թե որպես խնդիր եմ տեսնում, այլ կարծում եմ, որ այս ուղղակի կասկած է ու ինքնավստահությունը ու կասկածը կարան շատ հեշտ իրար հետ կողք կողքի ապրեն։ Ինչի չանվանել սինդրոմ, ուղղակի անվանել ներքին շատ խորը կասկած։ Այդ ամենաառաջին քայլն է, որ դուք կարող անեք, այս ինքնակոչի համախտանիշ կոչվածը արմատախիլ անելու համար։ Ուղղակի մտածեք, որ պետք չի վախեցած ապրել, դուք սենց բանի չեք հասնելու, եթե անընդհատ ձեր կաղապարի մեջ լինեք, դուք կարող եք ու դուք իրավունք ունեք կասկածել, դուք իրավունք ունենաք վախենալ, ես կասեմ նաև, որ շատ նորմալ է, նենց չի այդ ներքին մտքերը վերանալու են, ոչ, բայց մնալու եք դուք ու դուք չեք առաջնորդվելու դրանով, այսինքն այդ չի լինելու արդեն ձեր պարադիգմայում, դուք չեք հավատալու այդ հիմարությանը։ Երկրորդ քայլը, որ էլի ինձ մեկ-մեկ օգնում է, որ ասեցի գոհունակության տետր պահելը ու գոհունակության տետրի մեջ կարող եք շատ հաճախ գրեք փաստերը, որ դուք հիմնվում եք տվյալ փաստերի վրա, որոնց շնորհիվ դուք հասել եք այս կամ այն հաջողության։ Գրեք ձեր կոնկրետ ձեռքբերումները, ոչ թե ընդհանուր օրինակ ես լավ եմ սովորել, այլ կոնկրետ օրինակներ ոնց եք սովորել, ինչպես եք հաղթահարել այդ դժվարությունը, ոնց հստակ փաստեր, ինչ կարող անեք գրեք, որովհետև փաստերը հակակշիռ են ինչ-որ ներքին քննադատություններին, որոնք դուք ունեք, ու փաստերը նաև ցույց կտան, որ այն հավատքը, որը կա ձեր ուղեղում, իրականում հիմարություն է։ Դե ինչ, ես շատ մեծ հույս ունեմ, որ այս տեսանյութը կօգնի գոնե մեկ հոգու ավելի սիրել ու փայփայել ինքն իրեն, պայքարել ինքնակոչության դեմ, հասկանալ, որ դուք արժանի եք, խորհուրդ եմ տալիս սիրել ինքներդ ձեզ, սիրել ձեր շրջապատող մարդկանց, եղեք լավատես, չնայած հիմա աշխարհում խառը բաներ են կատարվում, մի քիչ էս պահը բարդ է, բայց հիշեք, որ աղջիկը թույլի հականիշն է, դուք ունեք արդեն ամեն ինչ, ձեզ ամեն ինչ տրված է, ուղղակի սիրեք ինքներդ ձեզ ու սիրեք կյանքը։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ էպիզոդում։ Սիրում եմ ձեզ։